Նապոլեոն Հիլ Մտածիր և հարստացիր։ Գլուխ առաջին Առաջաբան Մի մարդու մասին, որը մտածեց Թոմաս Էդիսոնի հետ համագործակցելու իր ուղին։ Ճշմարիտ է, որ մտքերն առարկաներ են և զորեղ առարկաներ, երբ նրանք միախառնվում են նպատակի որոշակիության, հաստատակամության և դրանք հարստությունների կամ այլ նյութական արժեքների վերափոխելու բուռն ցանկության հետ։ Ավելի քան 30 տարի առաջ Էդվին Բարնսը բացահայտեց, թե որքան ճշմարիտ է այն միտքը, որ մարդիկ իսկապես մտածում են և հարստանում։ Նրա հայտնագործությունը միանգամից տեղի չունեցավ, այլ աստիճանաբար, սկսելով մեծն Էդիսոնի բիզնեսի գործընկերը դառնալու բուռն ցանկությունից։ Բարնսի ցանկության գլխավոր հատկանիշներից մեկը նրա որոշակիությունն էր։ Նա ցանկանում էր աշխատել Էդիսոնի հետ, ոչ թե նրա համար։ Ուշադիր հետևիր, թե ինչպես է նա գործել իր ցանկությունը իրականություն դարձնելու համար, ու դու ավելի լավ կհասկանաս այն 13 սկզբունքները, որ տանում են դեպի հարստություն։ Երբ այս ցանկությունը կամ ազդակն առաջին անգամ փայլատակեց Բարնսի մտքում, նա հնարավորություն չուներ այն իրականացնելու։ Երկու խոչընդոտ կար այդ ճանապարհին։ Նա չէր ճանաչում պարոն Էդիսոնին և բավականաչափ դրամ չուներ հոգալու համար իր ճանապարհածախսը մինչև Օրինջ, Նյու Ջերսի։ Այս դժվարությունները բավական են մարդկանց մեծամասնությանը թևաթափ անելու համար, որպեսզի նրանք այլևս որևէ բան չձեռնարկեն իրենց ցանկությունն իրականացնելու ուղղությամբ։ Սակայն Բարնսի ցանկությունը սովորական չէր։ Նա այնքան վճռական էր տրամադրված ի կատար ածելու իր ցանկությունը, որ ի վերջո որոշում է ավելի շուտ գնալ բախտին ընդառաջ, քան հանձնվել։ Չիմացողների համար նշեմ, որ դա նշանակում էր բեռնատար գնացքով ճամփորդել Իստ Օրինջ։ Նա ներկայացավ պարոն Էդիսոնի լաբորատորիա և հայտարարեց, որ եկել է աշխատելու գյուտարարի հետ։ Տարիներ անց, պատմելով Բարնսի հետ իր առաջին հանդիպման մասին, Էդիսոնն ասել է. «Նա կանգնել էր իմ դիմաց սովորական թափառաշրջիկի պես, սակայն նրա դեմքի արտահայտության մեջ ինչ-որ բան կար, որից հասկացա, որ նա վճռել է ստանալ այն, ինչի համար եկել է։ Մարդկանց հետ ունեցած իմ փորձառությունից ես սովորել եմ, որ երբ մարդ որևէ բան իսկապես ցանկանում է այնքան ուժգնորեն, որ պատրաստ է վտանգելու իր ողջ ապագան, նա անկասկած կհասնի իր ցանկացածին։ Ես նրան տվեցի այդ հնարավորությունը, քանի որ տեսա, որ նա որոշել է ամեն գնով հասնել հաջողության։ Հետագա իրադարձություններն ապացուցեցին, որ չեմ սխալվել։ Թե այդ ժամանակ ինչ էր ասել երիտասարդ Բարնսը պարոն Էդիսոնին, այնքան էլ կարևոր չէ։ Էականն այն է, թե ինչ էր մտածել։ Էդիսոնն ինքն էր այդ մասին ասել։ Հազիվ թե երիտասարդի արտաքինը վճռորոշ դեր խաղացած լիներ Էդիսոնի գրասենյակում աշխատանքի անցնելու համար, քանի որ նրա արտաքինը որոշակիորեն իր դեմ էր։ Վճռորոշն այն էր, թե ինչ էր նա մտածում։ Եթե այս համոզմունքը հնարավոր լիներ փոխանցելու բոլոր նրանց, ովքեր կարդում են այն, այս գիրքը շարունակելու կարիքը չէր լինի։ Բարնսը առաջին իսկ հարցազրույցից հետո անշուշտ չդարձավ Էդիսոնի գործընկերը, սակայն հնարավորություն ստացավ աշխատելու նրա գրասենյակում, նվազագույն վճարով կատարելով Էդիսոնի համար անկարևոր, սակայն իր համար շատ կարևոր աշխատանք։ Քանի որ հնարավորություն ունեցավ իր ապրանքը տեղադրելու այնտեղ, որտեղ իր նախատեսած գործընկերը կտեսներ այն։ Անցան ամիսներ։ Ոչ մի ակնհայտ փոփոխություն չեղավ, որ Բարնսին մոտեցներ իր գլխավոր հստակ նպատակին։ Սակայն ինչ-որ կարևոր բան տեղի էր ունենում Բարնսի մտքում։ Նա շարունակաբար սաստկացնում էր իր ցանկությունը դառնալու Էդիսոնի գործընկերը։ Հոգեբանները ճիշտ են։ Եթե մարդ ինչ-որ բան իրապես ցանկանում է, դա երևում է նրա արտաքինից։ Բարնսը պատրաստ էր դառնալու Էդիսոնի գործընկերը, ավելին, նա վճռական էր տրամադրված պահը բաց չթողնել հասնելու իր ցանկացածին։ Նա երբեք չէր ասում. «Դե լավ, օգուտ չկա, ավելի լավ է միտքս փոխեմ և վաճառականի գործով զբաղվեմ», այլ ասել է. «Ես այստեղ եմ եկել Էդիսոնի հետ բիզնեսը սկսելու և կհասնեմ դրան, եթե դրա համար նույնիսկ կյանքիս մնացած մասը պահանջվի»։
Նա հենց այդպես էլ մտածել է։ Որքան տարբեր բաներ կպատմեին մարդիկ ունենալով ընդամենը որոշակի նպատակ և կառչած մնալով դրան, մինչև որ այն կվերածվեր ամենակուլ մտասևեռման։ Թերևս երիտասարդ Բարնսը այդ ժամանակ նման բաներ չգիտեր, բայց իր մտադրության համառությունը, միակ ցանկությունն իրականացնելու նրա հաստատակամությունը կանխորոշեցին, որ վերանան բոլոր խոչընդոտները և նրան ընձեռվի այն հնարավորությունը, որը նա փափագում էր ունենալ։ Հարմար առիթը սակայն հայտնվեց բոլորովին այլ տեսքով և այլ կողմից, քան Բարնսն ակնկալում էր։ Դա հարմար առիթի հնարքներից մեկն է։ Այն մինենք սովորություն ունի սպրդելու հետնամուտքից և հաճախ քողարկվելու անհաջողության կամ ժամանակավոր պարտության կերպարանքի ներքո։ Հավանաբար այս պատճառով շատերը չեն կարողանում ճանաչել այդ հարմար առիթ կոչվածին։ Պարոն Էդիսոնն այդ ժամանակ նոր էր կատարելագործել գրասենյակային մի սարք, հայտնի որպես Էդիսոնի ձայնագրիչ, այժմ Էդիֆոն։ Նրա առևտրական գործակալները խանդավառված չէին այդ սարքով, կարծում էին, որ հեշտությամբ չի վաճառվի։ Բարնսը հասկացավ, որ իր գործելու պահը եկել է։ Հնարավորությունը ներկայացավ անշտապ, որպես տարօրինակ տեսքով մի սարք, որը ոչ ոքի չէր հետաքրքրում բացի իրենից և գյուտարարից։ Բարնսը գիտեր, որ կարող է վաճառել այդ սարքը։ Նա իր ծառայություններն առաջարկեց Էդիսոնին և անմիջապես գործելու հնարավորություն ստացավ։ Նա վաճառեց ձայնագրիչը, իրականում վաճառեց այնպիսի հաջողությամբ, որ Էդիսոնը նրա հետ պայմանագիր կնքեց սարքը երկրով մեկ տարածելու և վաճառելու նպատակով։ Այս բիզնես համագործակցությունից ծնվեց «Ստեղծել է Էդիսոնը, կյանքի է կոչել Բարնսը» կարգախոսը։ Այս համագործակցությունը տևեց 30 տարուց ավելի։ Բարնսը ոչ միայն մեծ կարողության հասավ, այլև հասկացավ չափազանց կարևոր մի բան։ Նա ապացուցեց, որ իրապես հնարավոր է մտածել և հարստանալ։ Ես չեմ կարող իմանալ, թե փաստացի Բարնսի համար ինչ արժեցավ իր ցանկությունը։ Թերևս այն 2-3 միլիոն դոլար շահույթ բերեց նրան, սակայն գումարը որքան էլ որ լինի, անկարևոր է դառնում, երբ համեմատում ես շատ ավելի կարևոր արժանիքի հետ, որ մարդ ստանում է իդեմս որոշակի իմացության, այն գիտելիքի, որ հայտնի սկզբունքների կիրառումը թույլ է տալիս մտքի անորսալի ազդակը վերափոխել նրա ֆիզիկական պատճենի։ Բարնսը բառացիորեն պատկերացրեց իրեն որպես մեծն Էդիսոնի գործընկերը։ Նա պատկերացրեց իրեն հաջողության մեջ։ Որպես սկիզբ նա ոչինչ չուներ բացառությամբ իր ցանկությունից և վճռականությունից, կառչած մնալու այդ ցանկությանը մինչև որ կիրականացնի այն։ Գործն սկսելու համար նա դրամ չուներ, կրթությունն անբավարար էր, հեղինակություն չուներ, սակայն ուներ նախաձեռնություն, հավատ և հաղթելու կամք։ Այս անշոշափելի ուժերով նա իրեն դարձրեց պատմությանը հայտնի մեծագույն գյուտարարի կյանքում թիվ 1 անձը։ Այժմ եկեք դիտարկենք մեկ այլ իրավիճակ և ուսումնասիրենք մի մարդու, որն ուներ հարստանալու բազմաթիվ ակնառու հնարավորություններ, սակայն կորցրեց դրանք գտնվելով իր որոնած նպատակից 3 ոտնաչափ հեռավորության վրա։ Ոսկուց 3 ոտնաչափ հեռավորության վրա։ Ձախողման ամենից տարածված պատճառներից մեկը ժամանակավոր անհաջողության դեպքում գործից նահանջելն է։ Ամեն ոք կյանքում այս սխալը կատարել է 1 կամ ավելի անգամ։ Դերբիի հորեղբայրներից մեկը հիվանդանում է ոսկու տենդով և մեկնում է արևմուտք, որպեսզի փորի հողը և հարստանա։ Նա երբեք չէր լսել, որ շատ ավելի ոսկի կա մարդկանց ուղեղում, քան հողի մեջ։ Նա տարածք է վերցնում ու սկսում է աշխատել բրիչով ու բահով։ Գործը դժվար էր, բայց մեծ էր նրա ոսկու ծարավը։ Մի քանի շաբաթից նրա աշխատանքը փոխհատուցվում է փայլող հանածոյի հայտնաբերմամբ։ Նրան մեքենա էր պետք հանքանյութը մակերես դուրս բերելու համար։ Նահանգը զգուշորեն ծածկում է հողով ու վերադառնում իր հայրենի Վիլյամսբուրգ, Մերիլենդ, պատմելու ազգականներին և մի քանի հարևանի իր գտածոյի մասին։ Նրանք միասին գումար են հայթայթում անհրաժեշտ սարքավորումների և փոխադրամիջոցների համար, որից հետո հորեղբայրը և Դերբին վերադառնում են հանք։ Առաջին վագոնը լցնում են հանքանյութով և տանում հալոցարան։
Նմուշներն ապացուցում են, որ նրանց հանքը ամենահարուստներից մեկն էր Կոլորադոյում։ Մի քանի այդպիսի վագոն կփակեր պարտքերը, իսկ հետո մեծ շահույթներ կհոսեին։ Հորատող մեքենաները խորանում էին վար, Դերբիի և հորեղբոր հույսերը խոյանում էին վեր։ Բայց հետո մի բան պատահեց։ Ոսկու երակն անհետացավ։ Նրանք շարունակում էին հորատել, վհատված փորձելով կրկին գտնել ոսկու երակը, բայց ապարդյուն։ Ի վերջո որոշեցին դադարեցնել։ Իրենց ունեցած սարքավորումները նրանք մի քանի $100 վաճառեցին հնոտիավաճառին և տուն վերադարձան։ Որոշ հնոտիավաճառներ հիմար են, բայց ոչ այս մեկը։ Նա հրավիրեց մի լեռնային ճարտարագետի հանքը ուսումնասիրելու և մի փոքր հաշվարկ կատարելու։ Ճարտարագետը եզրակացրեց, որ գործը ձախողվել է, քանի որ կատարողները ոչինչ չեն իմացել կեղծ երակների մասին։ Նրա հաշվարկները ցույց տվեցին, որ ոսկու երակը կարող էր գտնվել ընդամենը 3 ոտնաչափ հեռավորության վրա այն տեղից, որտեղ դերբինները դադարեցրել էին փորելը։ Հենց այդ տեղում էլ գտնվեց ոսկին։ Հնոտիավաճառը հանքից միլիոնավոր $-ների հասույթ ունեցավ, քանի որ հասկացավ, որ նահանջելուց առաջ պետք է խորհրդակցել մասնագետի հետ։ Սարքավորումներին հատկացված դրամի մեծ մասը հայթայթել էր Դերբին, որն այդ ժամանակ շատ երիտասարդ էր։ Դրամը տրամադրել էին նրա ազգականները և հարևանները, քանի որ հավատում էին նրան։ Նա մինչև վերջին $-ը վերադարձրեց իր պարտքը, չնայած դա տարիներ տևեց։ Երկար տարիներ պարոն Դերբին վերականգնում էր իր կորուստը, հասկանալով, որ ցանկությունը կարող է վերափոխվել ոսկու։ Այս հայտնագործությունը նա կատարեց, երբ սկսեց զբաղվել կյանքի ապահովագրման բիզնեսով։ Հիշելով, որ ինքը մեծ կարողություն է կորցրել, քանի որ դադարեցրել է աշխատանքը ոսկուց 3 ոտնաչափ հեռավորության վրա, Դերբին շահույթներ ստացավ իր ընտրած աշխատանքից պարզապես ինքն իրեն ասելով. «Ես կանգ առա ոսկուց 3 ոտնաչափ հեռավորության վրա, բայց երբեք կանգ չեմ առնի, եթե մարդիկ հրաժարվեն ինձնից ապահովագրական ծառայություններ գնելուց»։ Դերբին ստեղծեց 15 մարդուց պակաս աշխատակազմ ունեցող մի փոքր խումբ, որը տարեկան 1 միլիոնից ավելի $-ի կյանքի ապահովագրություն է վաճառում։ Իր կպչունության համար նա պարտական է այն դասին, որ քաղել է ոսկու հանքի բիզնեսում իր ունեցած նահանջից։ Նախքան մարդու կյանքում հաջողության գալը նա պետք է պատրաստ լինի կրելու ժամանակավոր անհաջողություններ ու թերևս որոշ ձախողումներ։ Երբ մարդուն անհաջողություն է բաժին ընկնում, ամենահեշտ և ամենից տրամաբանական բանը գործը թողնելն է։ Մարդկանց մեծամասնությունը այդպես էլ վարվում է։ Այս երկրի երբևէ ճանաչված ավելի քան 500 ամենից հաջողակ մարդիկ տողերիս հեղինակին պատմել են, որ իրենց մեծագույն հաջողությունը վրա է հասել ընդամենը 1 քայլ այն բանից հետո, երբ արդեն թվում էր, թե պարտվել են։ Ձախողումը խաբեբայի մեկն է, հեգնանքի ու խորամանկության սուր զգացողությամբ։ Գայթակղիչ բան է մարդուն տապալել այն պահին, երբ նա արդեն հաջողության եզրին է։ Չնահանջելու 50 սենթանոց դաս։ Պարոն Դերբին կյանքի համալսարանից գիտական աստիճան ստանալուց կարճ ժամանակ անց դաս քաղելով ոսկու հանքերի իր փորձառությունից համոզվեց, որ ոչը պարտադիր կերպով չի նշանակում ոչ։ Մի անգամ նա օգնում էր հորեղբորը ցորեն աղալու մի հին ջրաղացում։ Հորեղբայրն ուներ մեծ ագարակ, որտեղ վարձակալությամբ աշխատում էին տարբեր ռասայի մարդիկ։ Դուռը կամաց բացվեց ու մի սևամորթ երեխա վարձակալներից մեկի աղջիկը մտավ ներս ու կանգնեց դռան մոտ։ Հորեղբայրը շրջվեց, տեսավ աղջկան ու կոպտորեն նետեց. «Ինչ ես ուզում»։ Երեխան մեղմորեն ասաց. «Մայրիկս ասաց, որ իրեն 50 սենտ տաք»։ «Ոչինչ էլ չեմ տա, տուն գնա», կոպտեց հորեղբայրը։ «Լավ», ասաց երեխան, սակայն տեղից չշարժվեց։ Հորեղբայրը շարունակեց իր աշխատանքը։ Նա այնքան զբաղված էր, որ չէր նկատում, որ աղջիկը չի հեռացել։ Երբ տեսավ, որ նա դեռ տեղում է, գոռաց. «Քեզ ասացի տուն գնա, թե չէ կաշիդ կքերթեմ»։ Երեխան նորից ասաց. «Լավ»,
բայց կրկին տեղից չշարժվեց։ Հորեղբայրը գետնին գցեց ցորենով պարկը, որը նա պատրաստվում էր դատարկելու աղացի մեջ, վերցրեց մի տախտակ և դեմքի սպառնալից արտահայտությամբ առաջացավ դեպի երեխան։ Դերբին շունչը պահեց։ Իմանալով հորեղբոր դաժանությունը, նա համոզված էր, որ սպանության է ականատես լինելու։ Գիտեր, որ սևամորթ երեխաները երկրի այդ մասում չեն ընդդիմանում սպիտակամորթներին։ Երբ հորեղբայրը հասավ երեխային, աղջիկն արագ մի քայլ առաջ եկավ, նայեց նրա աչքերին և բարձր ճչաց իր ծղրտան ձայնով. «Մայրիկիս պետք է այդ 50 սենթը»։ Հորեղբայրը կանգ առավ, մի պահ նայեց աղջկան, ապա տակառի փայտը դանդաղ դրեց հատակին, ձեռքը տարավ գրպանը, հանեց կես դոլար և տվեց նրան։ Երեխան վերցրեց դրամը և դանդաղ գնաց դեպի դուռը, աչքերը չկտրելով մարդուց, ում ինքը հենց նոր հաղթեց։ Երբ նա գնաց, հորեղբայրը նստեց արկղի վրա և ավելի քան 10 րոպե նայում էր լուսամուտից դուրս։ Նա վախով մտածում էր իր հենց նոր կրած պարտության մասին։ Պարոն Դերբին նույնպես մտածելու բան ուներ։ Առաջին անգամ էր տեսնում, որ սևամորթ երեխան գիտակցաբար հրամայեր չափահաս սպիտակամորթին։ Ինչպես արեց դա։ Ինչ պատահեց հորեղբորը, որ նա թողեց իր կատաղությունը և գառան պես հեզ դարձավ։ Ինչ անհայտ ուժ կիրառեց երեխան, որի շնորհիվ իր տիրոջը ենթարկեց իրեն։ Այս և նման հարցեր էին փայլատակում Դերբիի գլխում, բայց նա պատասխան չէր գտնում տարիներ շարունակ, մինչև այն օրը, որ ինձ պատմեց այս պատմությունը։ Տարօրինակ կերպով այս անսովոր փորձառության պատմությունը ես լսեցի այդ նույն հին ջրաղացում, որտեղ հորեղբայրը պարտություն էր կրել։ Նույնպես տարօրինակ կերպով ես մոտ քառորդ դար նվիրեցի ուսումնասիրելու համար այն ուժը, որի շնորհիվ անգրագետ, անուսում սևամորթ երեխան հաղթեց մի խելամիտ մեծահասակի։ Երբ մենք կանգնած էինք այդ հին բորբոսահոտ ջրաղացում, պարոն Դերբին կրկնեց անսովոր հաղթանակի պատմությունը և վերջում հարցրեց. «Ինչպես կբացատրեք սա, ինչ ուժ գործադրեց այդ երեխան, որ ամբողջովին իրեն ենթարկեց հորեղբորս»։ Նրա հարցի պատասխանը կարելի է գտնել այս գրքում նկարագրված սկզբունքներում։ Պատասխանը ամբողջական է և համապարփակ։ Ամեն ոք կարող է ըմբռնել մանրամասներն ու ցուցումները և կիրառել այդ նույն ուժը, որը փոքր երեխան պատահաբար կիրառեց։ Միտքդ սթափ պահիր և հստակ կտեսնես, թե ինչ տարօրինակ ուժ եկավ երեխային փրկելու։ Այդ ուժի առկայծումը կտեսնես հաջորդ գլխում։ Գրքի ինչ-որ հատվածում դու կգտնես մի գաղափար, որը կարթնացնի քո ընկալունակ ուժերը և կհանձնի քո ենթակայությանը այդ անդիմադրելի ուժը տնօրինելու ի շահ քեզ։ Այդ ուժի ըմբռնումը քո մեջ կարող է ի հայտ գալ հենց առաջին գլխում կամ էլ փայլատակել մտքումդ հետագա գլուխներից մեկում։ Այն կարող է դրսևորվել միակ գաղափարի, ծրագրի կամ նպատակի տեսքով։ Կարող է պատճառ դառնալ վերհիշելու քո անցյալի ձախողումը կամ պարտությունը և ի հայտ բերել մի դաս, որով դու կարող ես հետ ստանալ կորցրածդ։ Երբ ես պարոն Դերբիին նկարագրեցի փոքրիկ սևամորթ երեխայի կողմից պատահաբար գործադրած ուժը, նա արագ հիշեց իր որպես կյանքի ապահովագրման գործակալ աշխատած 30 տարիները և անկեղծորեն խոստովանեց, որ այդ ասպարեզում հաջողության է հասել մեծ մասամբ այն փոքրիկ երեխայից սովորած դասի շնորհիվ։ Պարոն Դերբին նշեց. «Ամեն անգամ, երբ չեն ցանկացել գնել ապահովագրություն, ես տեսել եմ այդ աղջնակին հին ջրաղացում կանգնած, հրավեր նետող աչքերով, ու ասել եմ ինքս ինձ. ես պիտի կնքեմ այս գործարքը։ Իմ կատարած գործարքների լավագույն մասը ես կատարել եմ, երբ մարդիկ ինձ ոչ են ասել»։ Նա հիշեց նաև իր սխալը, երբ դադարել էր փորելուց ոսկուց 3 ոտնաչափ հեռավորության վրա։ Սակայն, ասաց նա, այդ փորձառությունը հօգուտ ինձ եղավ։ Ես սովորեցի ավելի ու ավելի հաստատակամորեն առաջ գնալ, անկախ դժվարություններից։ Սա մի դաս էր, որը ես պիտի սովորեի նախքան որևէ գործում հաջողության հասնելը։
Պարոն Դերբիի ու նրա հորեղբոր սևամորթ երեխայի ու ոսկու հանքի մասին պատմությունը թող որ կարդան ապահովագրական բիզնեսում աշխատող հարյուրավոր մարդիկ, եւ տողերի հեղինակը ցանկանում է նրանց բոլորին հուշել, որ Դերբին տարեկան $1 միլիոն ավելի ապահովագրական փաթեթներ վաճառելու իր կարողության համար պարտական է կյանքի այս երկու դասերին։ Կյանքը տարօրինակ է եւ հաճախ անկանխատեսելի։ Թե հաջողության, թե ձախողման պատճառները պարզ փորձառությունների մեջ են։ Պարոն Դերբիի փորձառությունները սովորական են եւ բավականին պարզ, սակայն պարունակում են կյանքում նրա ճակատագրի պատասխանը։ Այդ իսկ պատճառով նրա համար դրանք այնքան կարևոր են, որքան ինքնին կյանքը։ Նա շահեց այս երկու դրամատիկ փորձառություններից, քանի որ վերլուծեց դրանք եւ դաս քաղեց։ Սակայն ինչ կարելի է ասել նրանց մասին, ովքեր ոչ ժամանակ ունեն, ոչ մտադրություն ուսումնասիրելու իրենց ձախողումը, փնտրելու այն իմացությունը, որը կհասցնի իրենց հաջողության։ Որտեղ եւ ինչպես մարդ կարող է սովորել սեփական պարտությունների միջոցով նպատակին հասնելու արվեստը։ Որտեղ եւ ինչպես մարդ կարող է սովորել սեփական պարտությունների միջոցով նպատակին հասնելու արվեստը։ Այս գիրքը գրվել է այդ հարցին պատասխանելու համար։ Պատասխանը դրված է 13 սկզբունքների նկարագրության մեջ, սակայն կարդալու ընթացքում հիշիր նաև, որ կյանքի տարօրինակության մասին քո հարցերի պատասխանը կարող ես գտնել քո իսկ մտքում, որոշակի գաղափարի, ծրագրի կամ նպատակի միջոցով, որոնք կարդալիս գուցեև ծագեն գլխումդ։ Հաջողության հասնելը արժանի գաղափար է։ Այս գրքում շարադրված սկզբունքները օգտակար գաղափարներ ստեղծելու եղանակների եւ միջոցների առումով լավագույնը եւ ամենակիրառականն են։ Նախքան այդ սկզբունքների մանրամասն շարադրումը, առաջարկում եմ ընդունել հետեւյալ կարևոր խորհուրդը։ Երբ սկսում ես հարստանալ, դրամն սկսում է այնպես արագ հոսել, որ մտածում ես, թե որտեղ էր թաքնված այն անպտուղ տարիներին։ Սա զարմանալի միտք է, հատկապես եթե հաշվի առնենք համընդհանուր համոզումը, որ դրամը գալիս է միմիայն նրանց մոտ, ովքեր աշխատում են շատ եւ երկար։ Երբ դու սկսես մտածել եւ հարստանալ, կնկատես, որ դրամը սկսվում է հոգեվիճակից, նպատակի որոշակիությունից, մի թեթև աշխատանքից կամ առանց դրա։ Դու, ինչպես նաև ցանկացած ոք, կհետաքրքրվես, թե ինչպես ստեղծել այն հոգեվիճակը, որը գումարներ կգրավի։ Ես 25 տարի եմ անցկացրել ուսումնասիրելով ավելի քան 25,000 մարդու, քանի որ ինքս էլ ցանկանում էի իմանալ, թե ինչպես են հարուստ մարդիկ հաջողության հասել։ Առանց այդ հետազոտության այս գիրքը չէր գրվի։ Հիմա նկատի առ մի շատ կարևոր ճշմարտություն։ Բիզնեսի ճգնաժամը սկսվեց 1929-ին եւ շարունակեց իր քայքայիչ գործը, մինչեւ որ երկրի նախագահ դարձավ Ռուզվելտը։ Այդ ճգնաժամը սկսեց անհետանալ։ Ճիշտ այնպես, ինչպես թատրոնում էլեկտրիկը լույսերն աստիճանաբար ուժեղացնում է եւ խավարը լույսի է վերափոխվում, նախքան մարդիկ գլխի կընկնեն։ Այդպես էլ մարդկանց մտքում վախը սկսեց աղոտանալ եւ վերածվել հավատի։ Ուշադրություն դարձրու, որ հենց յուրացնես այս փիլիսոփայության սկզբունքները եւ սկսես հետևել ցուցումներին ու կիրառել դրանք, քո ֆինանսական կարգավիճակը կսկսի բարելավվել եւ ինչին ձեռք մեկնես կսկսի անմիջապես փոխակերպվել եկամտի աղբյուրի։ Անհնար է, ամենևին էլ ոչ։ Մարդկության թուլություններից մեկն էլ յուրաքանչյուրին հայտնի անհնար է խոսքն է։ Նա գիտե բոլոր կանոնները, որոնք չեն գործում։ Գիտե ամենը, ինչ հնարավոր չէ անել։ Այս գիրքը գրվել է նրանց համար, ովքեր փնտրում են մարդկանց հաջողակ դարձնող կանոններ եւ ովքեր ցանկություն ունեն ամեն բան ենթարկելու այդ կանոններին։ Շատ տարիներ առաջ ես մի հիանալի բառարան գնեցի։ Առաջին բանը, որ կատարեցի, գտա անհնար բառը եւ կտրեցի նետեցի գրքից։ Անմիտ բան չի լինի, եթե ինքդ էլ նույն կերպ վարվես։ Հաջողությունն այցելում է նրանց, ովքեր ձեռք են բերում հաջողության գիտակցություն։ Ձախողումը այցելում է նրանց, ովքեր իրենց թույլ են տալիս տրվելու ձախողման գիտակցությանը։
Այս գրքի նպատակն է օգնել բոլոր նրանց, ովքեր ցանկանում են իրենց մտածողությունը ձախողման գիտակցությունից փոխել հաջողության գիտակցության։ Բազմաթիվ մարդկանց թույլ կողմերից մեկն էլ ամեն ինչը եւ ամենքին սեփական տպավորությունների եւ համոզմունքների հետ համեմատելու սովորությունն է։ Ոմանք կարդալով այս գիրքը տակավին չեն հավատա, որ մարդ կարող է մտածել եւ հարստանալ։ Նրանք չեն կարող մտածել հարստության կատեգորիայից ելնելով, քանի որ նրանց մտածողությունը ձևավորվել է աղքատության, կարիքի, թշվառության, ձախողման եւ պարտության մեջ։ Նման դժբախտ մարդիկ ինձ հիշեցնում են մի ականավոր չինացու, որը եկել էր Ամերիկա կրթություն ստանալու։ Նա ուսանել էր Չիկագոյի համալսարանում։ Մի օր նախագահ Հարփերը հանդիպել է այս երիտասարդ չինացուն համալսարանական կամպուսում ու մի քանի րոպե զրուցել նրա հետ։ Նա հարցրել է, թե ինչն է տպավորել նրան որպես ամերիկյան ժողովրդի ամենից նշանակալի բնութագրական հատկանիշ։ Ինչը, բացականչել է չինացին, ձեր աչքերի տարօրինակ բացվածքը, ձեր աչքերը շեղ չեն։ Ինչ կարող ենք ասել այս չինացուն։ Մենք հրաժարվում ենք հավատալ այն բանին, ինչը չենք հասկանում։ Մենք հիմարաբար հավատում ենք, որ մեր սեփական սահմանափակումները սահմանների իրական չափերն են։ Անշուշտ մյուսների աչքերը շեղ չեն, քանի որ մեր աչքերի նման չեն։ Հենրի Ֆորդի ասպարեզ իջնելուց հետո միլիոնավոր մարդիկ ճանաչեցին նրան եւ նախանձով լցվեցին նրա հարստության, հաջողության, հանճարի կամ այն ամենի հանդեպ, ինչը համարում էին նրա ճակատագիրը։ Թերևս 100,000-ից մեկը գիտե Ֆորդի հաջողության գաղտնիքը, իսկ իմացողները կամ չափազանց համեստ էին, կամ չափազանց դժկամ խոսելու այդ մասին նրա պարզության պատճառով։ Ընդամենը մեկ դիպվածը կարող է կատարելապես պատկերացում տալ գաղտնիքի մասին։ Մի քանի տարի առաջ Ֆորդը որոշել էր արտադրել իր նշանավոր V8 ավտոմոբիլը, ցանկանալով ստեղծել շարժիչ, որի բոլոր 8 գլանները զետեղված կլինեին մեկ բլոկում, եւ իր ճարտարագետներին կարգադրել էր այդպես նախագծել։ Նախագիծը հայտնվել էր թղթի վրա եւ ճարտարագետները մեկ մարդու պես պնդում էին, որ պարզապես անհնար է 8 գլան ունեցող գազով աշխատող շարժիչի բլոկը զետեղել իրար հետ։ Ֆորդն ասաց. ամեն դեպքում սարքեք դա։ Բայց դա անհնար է, պատասխանեցին ճարտարագետները։ Գործի անցեք, հրամայեց Ֆորդը, աշխատեք մինչև որ ստացվի, կարևոր չէ ինչքան ժամանակ կպահանջվի։ Ճարտարագետները գործի էին անցել։ Նրանց ուրիշ բան չէր մնում անելու, եթե ուզում էին մնալ Ֆորդի աշխատակազմում։ 6 ամիս անցավ, ոչինչ տեղի չունեցավ։ Եվս 6 ամիս անցավ ու նորից ոչինչ տեղի չունեցավ։ Ճարտարագետները փորձում էին ամեն հնարավոր տարբերակ պատվերն իրականացնելու, սակայն գործը գլուխ չէր գալիս։ Անհնար է։ Տարեվերջին Ֆորդը հարցրեց գործի մասին եւ ճարտարագետները կրկին տեղեկացրին, որ նրա պատվերը կատարելու ոչ մի ուղի չգտան։ Շարունակեք աշխատել, ասաց Ֆորդը, ես ուզում եմ դա եւ կունենամ։ Ճարտարագետները շարունակեցին աշխատել եւ մի օր, ասես կախարդական փայտիկի օգնությամբ, գաղտնիքը բացվեց։ Վճռականությունը եւս մեկ անգամ հաղթանակեց։ Միգուցե այս պատմությունը չներկայացվեց ամենայն ճշգրտությամբ, բայց նրա էությունը եւ իսկությունը ճշմարիտ են։ Դու, որ ուզում ես մտածել եւ հարստանալ, սրանից հետեւություն կատարիր Ֆորդի միլիոնների գաղտնիքի վերաբերյալ, եթե կարող ես։ Դու չպետք է շատ հեռուն գնաս։ Հենրի Ֆորդը հաջողության մարմնացում է, քանի որ նա հասկանում եւ կիրառում է հաջողության սկզբունքները։ Դրանցից մեկը ցանկությունն է, իմանալ, թե ինչ ես ցանկանում։ Հիշիր Ֆորդի պատմությունը, որ հենց նոր լսեցիր, եւ հիշիր այն տողերը, որոնցում ներկայացված է նրա վիթխարի ձեռքբերման գաղտնիքը։ Եթե կարողացար անել դա, ուրեմն կարողացար մատնանշել սկզբունքների հատուկ խումբը, որի շնորհիվ Հենրի Ֆորդը հարստացել է։ Կարող ես նման ձեռքբերումներ ունենալ արդեն քո իսկ ոլորտում։ Դու ես տերը քո բախտի, նավապետը քո հոգու, քանզի երբ Հենլին գրեց «Ես եմ տերը իմ բախտի, նավապետը իմ հոգու», նա մեզ տեղեկացրեց, որ մենք ենք տերը մեր բախտի, նավապետը մեր հոգու,
քանի որ մենք ուժ ունենք վերահսկելու մեր մտքերը։ Նա մեզ ասում է, որ եթերը, որի մեջ այս փոքր երկիրը սավառնում է եւ որի մեջ մենք շարժվում ենք եւ ապրում, էներգիայի տեսակ է, որը շարժվում է տատանման անասելի մեծ արագությամբ եւ որ եթերը լցված է տիեզերական ուժի մի տեսակով, որն իրեն հարմարեցնում է մեր ուղեղում եղած մտքերի բնույթին եւ ազդում մեզ վրա բնական եղանակներով, վերափոխելով մեր մտքերը իրենց ֆիզիկական համարժեքների։ Եթե բանաստեղծը ասել է մեզ այս մեծ ճշմարտությունը, մենք պիտի որ իմանայինք, թե ինչու ենք մենք Տերը մեր բախտի, նավապետը մեր հոգու։ Նա պետք է հատկապես կարևորեր այն, որ այս ուժը չի փորձում տարբերություն դնել կործանարար եւ կառուցողական մտքերի միջև, որ այն կպարտադրի մեզ աղքատության մտքերը նույնքան արագ փոխակերպել ֆիզիկական իրականության, ինչ արագությամբ որ ստիպում է մեզ գործել հարստության մտքերի դեպքում։ Բանաստեղծը պետք է ասեր մեզ, որ մեր ուղեղները մագնիսանում են մեր գլխում առկա գերիշխող մտքերից ու ինչ-որ միջոցներով, որոնց ոչ ոք ծանոթ չէ։ Այս մագնիսները դեպի իրենց են ձգում ուժեր, մարդկանց, հանգամանքներ, որոնք ներդաշնակ են մեր գերիշխող մտքերի բնույթին։ Նա պիտի նաև ասած լիներ, որ նախքան մենք կկարողանանք մեծ քանակությամբ նյութական բարիք կուտակել, պետք է մագնիսացնենք մեր մտքերը հարստանալու ուժգին ցանկությամբ, որ մենք պիտի ունենանք դրամական գիտակցություն, մինչև որ դրամ ունենալու ցանկությունը կմղի մեզ կազմելու այն ձեռք բերելու որոշակի ծրագրեր։ Սակայն, քանի որ Հենլին բանաստեղծ էր, ոչ թե փիլիսոփա, բավարարվել էր բանաստեղծական ձևի մեջ մեծ ճշմարտություն հայտնելով, իսկ տողերի փիլիսոփայական իմաստի մեկնաբանությունը թողել էր իր հետնորդներին։ Քայլ առ քայլ բացահայտվում է ճշմարտությունը, մինչև որ ահա որոշակի է դառնում, որ այս գրքում նկարագրված սկզբունքները պարունակում են մեր տնտեսական ճակատագրի իշխող գաղտնիքը։ Այժմ մենք պատրաստ ենք քննելու այդ սկզբունքներից առաջինը։ Պահպանիր լայնախոհության ոգին եւ կարդալիս հիշիր, որ այդ սկզբունքները մեկ մարդու հայտնագործությունը չեն։ Սկզբունքները հավաքվել են ավելի քան 500 մարդու անձնական փորձառությունից, որոնք հսկայական հարստություններ են կուտակել։ Նրանք աղքատ են եղել, առանձնապես կրթություն չեն ստացել, ուրիշների ազդեցության տակ չեն հայտնվել։ Սկզբունքներն են գործել այս մարդկանց համար։ Դու կարող ես գործի դնել դրանք հանուն քո կայուն շահի։ Եվ կտեսնես, որ դա իրոք որ հեշտ է եւ ամենևին դժվար չէ անել։ Մինչ դու կկարդաս հաջորդ գլուխը, ես ցանկանում եմ իմանաս, որ այն փաստացի տեղեկություն է հաղորդում, որը հեշտորեն կարող է փոխել քո ողջ ֆինանսական ճակատագիրը, ինչպես որ որոշակիորեն փոխել է ներկայացվելիք երկու անձանց կյանքը։ Ես ցանկանում եմ նաև իմանաս, որ այս երկու մարդկանց հարաբերությունները միմյանց եւ ինձ հետ այնպիսին են, որ ես չէի կարող ազատ վարվել փաստերի հետ, անգամ եթե նման ցանկություն ունենայի։ Մեկն իմ մտերիմ ընկերն է եղել մոտ 25 տարի, մյուսը իմ սեփական որդին է։ Այս երկուսի անսովոր հաջողությունը, որը նրանք շռայլորեն վերագրում են հաջորդ գլխում ներկայացվող սկզբունքներին, ավելի քան արդարացնում է այս անձնական վկայակոչումը տվյալ սկզբունքի մեծ ուժն ընդգծելու համար։ Մոտ 15 տարի առաջ ելույթ ունեցա Սալեմի քոլեջի Արևմտյան Վիրջինիայում ավարտական երեկոյին։ Ես այնքան կարևորեցի հաջորդ գլխում ներկայացված սկզբունքը, որ ավարտական դասարանի աշակերտներից մեկը ճշգրտորեն յուրացրեց այն եւ դարձրեց սեփական փիլիսոփայության մի մասը։ Երիտասարդն այսօր կոնգրեսի անդամ է, ներկա կառավարության կարևոր դեմքերից մեկը։ Այս գրքի տպագրությունից առաջ նա ինձ մի նամակ գրեց, որտեղ հստակորեն արտահայտել էր իր կարծիքը հաջորդ գլխում ներկայացվող սկզբունքի վերաբերյալ։ Եվ դու կհասկանաս, թե քեզ ինչ պարգև է սպասում։ Իմ սիրելի Նապոլեոն, իմ որպես կոնգրեսի անդամի պաշտոնավարումը ինձ հնարավորություն տվեց հասկանալու մարդկանց խնդիրները, ուստի եւ գրում եմ մի առաջարկ անելու ցանկությամբ, որը կարող է օգտակար լինել հազարավոր արժանավոր մարդկանց։ Ներողություն հայցելով ես պետք է հավաստեմ, որ խորհուրդը, եթե գործի դրվի, ձեզ արժանալու է աշխատանքի եւ պատասխանատվության մի քանի տարի,
բայց ես ոգևորված եմ այս խորհուրդը տալու հնարավորությամբ, քանի որ տեղյակ եմ օգտակար ծառայություն մատուցելու ձեր մեծ սիրո մասին։ 1922-ին դուք ելույթ ունեցաք Սալեմի քոլեջի տարեվերջի երեկոյին, երբ ես ավարտական դասարանի աշակերտ էի։ Այն ժամանակ իմ մտքում դուք արմատավորեցիք մի գաղափար, որի շնորհիվ ես այժմ հնարավորություն ունեմ ծառայելու իմ նահանգի մարդկանց և որին մեծապես պարտական եմ ամեն տեսակի հաջողության համար, որոնց ապագայում կհասնեմ։ Առաջարկում եմ, որ գրքում կարևորեք ամենաէականը, ինչը մեզ ներկայացրիք Սալեմի քոլեջում։ Դրանով Ամերիկայի ժողովրդին հնարավորություն կտաք օգտվելու երկար տարիների ձեր փորձառությունից և ձեր շփումներից այն մարդկանց հետ, որոնք իրենց մեծությամբ Ամերիկան դարձրել են աշխարհի ամենահարուստ երկիրը։ Հիշում եմ, ասես երեկ լիներ, թե ինչ սքանչելի նկարագրեցիք այն մեթոդը, որի շնորհիվ Հենրի Ֆորդը հիմնավոր կրթություն չունենալով, առանց $1 ունենալու, առանց ազդեցիկ ընկերների, հասավ մեծ բարձունքների։ Այդ ժամանակ, նախքան ձեր ճառը կավարտվեր, նպատակ դրեցի, որ կյանքում կգտնեմ իմ տեղը, փույթ չէ, թե որքան դժվարություններ կհաղթահարեմ։ Հազարավոր երիտասարդներ կավարտեն դպրոցն այս տարի և հաջորդ տարիներին։ Նրանցից յուրաքանչյուրը կորոնի գործնական քաջալերանքի հենց այսպիսի մի ուղերձ, որպիսին որ ես ստացա ձեզնից։ Նրանք կցանկանան իմանալ, որ կողմը գնալ, ինչ անել սկսելու համար կյանքը։ Դուք կարող եք ուղղություն տալ նրանց, քանի որ դուք օգնեցիք լուծելու բազմաթիվ մարդկանց խնդիրները։ Եթե թույլ տայիք ձեզ ինչ-որ կերպ մի հիանալի ծառայություն մատուցել, կառաջարկեի գրքում ներառել ձեր անձնական վերլուծության սխեմաներից մեկը։ Գիրքը գնողն օգուտ կքաղի ամբողջական ինքնագնահատման թեստից, որը ցույց կտա, ինչպես դուք ինձ ցույց տվեցիք տարիներ առաջ, թե հենց ինչն է կանգնած հաջողության ճանապարհին։ Նման աշխատանքը ընթերցողներին ամբողջական առարկայական ձևով ցույց տալ իրենց սխալները և արժանինքները նրանց թույլ կտա զգալու հաջողության և ձախողման միջև տարբերությունը։ Դրանով դուք անգին ծառայություն մատուցած կլինեք։ Այժմ միլիոնավոր մարդիկ կանգնած են ճգնաժամից հետո իրենց կորուստը հետ բերելու խնդրի առջև։ Ես խոսում եմ ելնելով իմ անձնական փորձառությունից, երբ ասում եմ, որ այդ դրջագույն մարդիկ ուրախ կլինեն իրենց խնդիրները ձեզ պատմելու և դրանց լուծման ձեր առաջարկները լսելու հնարավորության համար։ Ձեզ հայտնի են նրանց խնդիրները, որոնք ստիպված են ամեն ինչ նորից սկսել։ Այսօր Ամերիկայում կան հազարավոր մարդիկ, որոնք կցանկանան իմանալ, թե ինչպես իրենց գաղափարները վերածել դրամի, ինչպես սկսել զրոյից առանց ֆինանսների և ինչպես հատուցել իրենց կորուստները։ Եթե կա մեկը, որը կարող է օգնել նրանց, դուք եք։ Եթե գիրքը հրատարակեք, կցանկանայի ունենալ տպաքանակի առաջին օրինակը ձեր ընծայագրով։ Լավագույն ցանկություններով, անկեղծորեն, ձեր Ջենինգս Ռանդոլֆ։